մի ճամփա սարքի։ Իմ տան ճամփին մնաց սահմանի էնկրանը։ Իմ հերթափոխի ժամն է, պապի։ Ես գնամ։ Գնա։ Լավ մնա։ Հա։ Շամ տղա։ Մտքերդ ինչ է։ Էդ ինչ ես անում։ Մի արա։ Չեմ կրակում։ Հա, գիտեմ, մի արա։ Նայում եմ։ Ինչին ես նայում։ Բան եմ նայում։ Արևիկին։ Պետք մի նայի։ Մի արա։ Բայց Ռոմանին հալալ է, գիտես։ Ամեն տղա տենց բան չեր անի։ Հաստատ։ Ճիշտ վախտին եկե հասել է տղեն։ Խոսացին իրար հետ։ Հա, խոսալով հելան վերև։ Արա էսի աշկիս ֆիթիլիցա։ Շուշեն ուրա։ Հերիք չինքը քու գնդի հրամանատարի միակ աղջիկն է։ Ես ինչքան վախտա նրան սիրահարված Աթայանը, այդ սաղս էլ գիտենք։ Մի բան էլ։ Եթե ես մեր շփման ընթացքում քիչ կոպիտ եմ ելել։ Հավատա այդ սրտից բան չելել, այ երեկվա դեպքը վառօրինակ։ Պետք չէր որ Աթայանը տնա թե դու ոնց ես մտիկ անում Արևիկին։ Ամեն ինչ արել եմ քեզ սխալ քայլից ետ բահելու համար։ Ռոմյանս մի տարին քիչ ժամանակ չէր շատ բան հասկանալու համար։ Ու մարդուն ճանաչելու համար պետք է իրան ներսից ավելի խորքից ճանաչես։ Մեկ-մեկ էլ առաջին տպավորությունը խաբուսի կրում։ Աթայանը մի հատ դուզ ասած խոսք ունի, լսած կլես։ Թշնամացած պոշտ չեն բրցրանում իրար հետ։ Այդ կարևոր բան եմ հասկացել, ու էլի բանակում։ Սահմանից այս կողմ ես թշնամիջում։ Լավ բան ես զգացել։ Ռոմ, այն մի տարի առաջ ճաշարանի դեպքն էլ անկապ անտեղի հումոր։ Գիտեմ, որ դուք մտածված տենց բան չէիք ասել։ Ստեղից արդեն դու դառնում ես դիտորդ։ Խոսալ չի կարելի։ 2 ժամ հետո կգանք կշարունակենք։ Ինձ թվում է շարունակելու բանը չկա։ Պարոն գեներալ-մայոր, 10 օր հետո մեր գնդի հրաձգարանում պատրաստում ենք ուսումնավարժության։ Թեման գունդը պաշտպանությունում։ Այո, դիպուկահարների համալրման ծրագրով քննությունները նույն օրը նույն տեղում։ Ռոմ, հիմա ոնց ես կարծում Աթայանը ջոգել է։ Հա, ես թե հենց եմ մտածում։ Շատ վատ է ուրեմն։ Զուքասյան։ Ով կա իրևը։ Մարտունն ու Հակոն։ Հոսեփ պապին փետի տարվի։ Դեսով ազատ թող կետան։ Ասմով է ազատ պապի համար փետ տանի։ Ռոմա սա առաքելանը կտանի։ Հա, որ։ Արա հա տենց է պետք գնա։
Առաքելյան Տիգրանն է ազատ, ինքը կարա տանի։ Yeah. Ալարի։ Պարոն կրտսեր սերժանտ, Առաքելյանը չի կարա, պետք է դիտարկում կատարի։ Պարզա Առաքելյան, Ճիշտ է այդպես։ ինչ ես անում ստի։ Ճաշարան, Լսում եմ։ Պարզեր Սուքասյան, Ճիշտ այդպես։ Սուքասյան, ու շատ իրեղի 5 րոպեից գալիս է։ Կապ չունի, որ 4 անգամ ես բրցանում։ Գիշեր ամեն հերթ տեղը փոխում ես զգուշ գնես։ Մի հատ հարմար տեղ եմ տեսել։ Դա վերում։ Ինչ տեսար։ Այդ բարձունքից ռելիեֆը լրիվ փոխվում է։ Մեռյալ գոտի չենք ունենում։ Հակառակորդի թիկունքային ապահովումը դիտարկվում է։ Քո կարծիքով այդ տեղան քաղաքանապատված է թե չէ։ Կարծում եմ չէ, բայց սակրավորների աշխատանքների կարիքը կա։ Պարոն կապիտան, գիշերը 3-ի կողմերը դիրքերից մոտ 100-150 մետր հեռավորության վրա մարդատար մեքենա մոտեցավ։ Միջից 3 հոգի իջան։ Հետո Հետո շարժվեցին դեպի կողմնորոշիչ համար 3։ Շարժը դադարեց, կատարյալ լռություն էր։ փաստորեն դրանց ուշադրությունը մեր նպատակադրված բարձունքն է։ Մի քիչ էլ դիրքավորում նուշացրինք, փաստի առաջ են կաղնում։ Չէ, չենք ուշացնի։ Թույլ կտակ գնալ։ Դու մինչև 4-ը հանգստացի։ Ատիգո, վտանգավոր խաղ ես խաղանում։ Քեզ պետք չի, բրախ արա, չէ ասում եմ։ Պրոմոսում եմ ամեն ինչ շատ լուրջ է։ Ինչ չի հետաքրքրում։ Դե ես ասեմ դու ասա։ Բայց լսրադեմքին է Ռոման, էսի լուրջ սիրահարված է։ Ջուտ։ Էս ինչա։ Լուրջ չէի պատկերացնում։ Իջին փոնդ։ Լավ լողանամ։ Մի դեկոր քնի։ Օրա ժամս մոռացա վերևը։ Երկել անջտված։ Որտես է։ Տիկո, վաղ իրար հետ գտնենք Զամպալետի մոտ տուվալեն մի ստանանք, չէ առանցին։ Տիկ,
լսեմ։ Հիմա թող մենակ դիպուկահարներդ կրակեն։ Լսում եմ։ Դադարեցնել վարժությունը։ Լիցքաթափեք զենքերը կանգնեք շար։ Դիպուկահարներ։ Դեպի նշանակված դիրքերը։ Առաջ։ Մարտի։ Շարքային Առաքելյանը պատրաստ է մարտի։ Կրակ։ Առաջին կրակային դիրքում զինվորովա։ Շարքային Առաքելյանա, պարոն գնդապետ։ Առաքելյան, Ես եմ։ հիմա կրակում ես բոլոր թիրախների վրա։ Հերթով։ Լսում եմ։ Հիմա շարժվող թիրախները։ Պարոն կապիտան Շարքային Առաքելյանը ավարտեց մարտը, խոցելով բոլոր թիրախները։ Զինվորին 7 օր արձակուրդ։ Լսում եմ։ Տիկ, բայց լավ էլ կպցրիր էլի։ Այդպես օտպուսկ։ Հիմա այդ ոնց է, կորպուսից մարդկար դրա համար տվեց։ Չգիտեմ ջուտ։ Ասում են ինքը որ միշտ գալիս է կրակայիններին, նայում է լավ կրակողներին, օտպուսկա տալի իմ բախտն էլ բերեց։ Տիկ, ծերոն գիտեմ որ այդ հմես։ Չէ, ուզում եմ անակնկալ մտնեմ տուն։ Հենց հասնես Երևան, մի հատ համար կա, տամ հորքուրից տղեն է էլի, մի հատ պզդիկ տոբրա գա, տա խեդետ բեր, լավ։ Չեմ կարա մարդու։ Փրփուր ախպեր, ինչ կա չկանալու, դու որ դեղիս ինքը կբերա այդ փրփուրն գիտա քեզի։ Մարդուն ժամանակս կարողա չէ Երիկի զուտ դրա համար։ Ախպեր ժամանակն ինչ կապ ունի։ Դու որ դեղիս ինքը մաշնով կբերա գիտա քեզի։ Չեմ խոստանում։ Մի խոստացի ապեր։ Ուղղակի այդ փրփուրն բեր։ Ջուդ, մերոնցից որ զանգ լինի, կասես գնացել եմ 7 օրով զորավարժության։ Կգա կզանգի, կասես ամեն ինչ նորմալ է եղավ։ Հա, կասեմ, բայց դից գուշն ես։ Գիտես չէ որ բռնվես ինչ կարա լինի։ Ջուդ, սրա մասին գիտենք մենակ ես, դու, Սերոբը, Ռոմանը։ Ոնց պետք է բռնվեմ։ Չես կարաս, ես կարող է բռնվում ես։ Մեկ էլ այս փրփուրը կտաս մարդունուն, եղավ։ Լավ։ Ջուդ, լավ մարդունուն կասես ինչ էր, թող գիտե չկա, եղավ։ Ահա, Գնացի, հա գնա։ Հելար, գնացի։ լավ մնա, զգուշ կլնես։ Վայ քուտունը շինվի։ Չմփոնացեմ կենամ տնամ ֆորմայա։ Ինձ թվաց ռոմանտիկ զինվորա Սամավոլկա եկելա դարտը ջրին պատվի։ Նստի այաթայա, նստի։ Էս ինչ ես ան읍ստի։ Ինչ պյան է։ Ագին ժամանակ ունեի։ Ասի իջնեմ մի հատ բնության գրկում նստեմ, մի հալալ մաքուրո չնչեմ։ Այն ջաբա տեղա։ Այ մայստրո ջան, իրավ լավ տեղ են, խաչի կողքին, քելանք նստենք ընդ։ Դու լսի, նստի ստեղ մի 2 րոպե, ու կհասկանաս, որ սրա նման տեղ աշխարհում չկա։ Լսի։ Ինչ է։ Դու լսի։ Այս լրության ձենը բնության մեջ ոչ մի բանի չեն փոխի։ Այ մայստրո, ես ինչ մարդ եմ։ Շուտվանից ես ստի։ Հա, ագին վաղ կլինի։ Դու կարամ քեզ կոնկրետ ասեմ ինչքան։ Այ, էսա մի քանի վայրկյանից կլինի 20 րոպե։ Դու ո՞վ ես դու զգաք։ Հա? Հսուզ եկել է։